Սովված զինծառայողները անհայտ են, իրանք հաստատված սովված զինծառայողներ են և ուղարկավորության վայրերը հստակ հայտնի են։ Խնդրում ենք օգնության ձեռք մեկնել և մեր հարազատների շիրիմները տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ Հաշվի առնելով եկեղեցիների հետ կատարվող այդ իրադարձությունները, որը կատարվում է ադրբեջանական երկրի կողմից, չի բացառվում նաև, որ կարող է նույնը կատարվել նաև մեր հարազատների շիրիմների հետ։ Մեր շիրիմները ընդամենը 2 օրվա հուղարկավորված զոհված զինծառայողներն են։ Իրանց գերեզմանները ոչ բարեկարգված են, ոչ հային վայել ձևով այդ ամեն ինչը կազմակերպված է։ Մի խոսքով իրանց գերեզմանները ընդամենը մի փոքր հողակույտի վերածված մի թմբիկ է։ Դրա համար մի քիչ կոպիտ է հնչում, բայց մեր հարազատների շիրիմները ցավով եմ շեշտում, որ անմիջապես թուրքի ոտքի տակ են, թշնամու ոտքի տակ են։ Դրա համար խնդրում պահանջում ենք, ակնկալում ենք օգնություն տարբեր երկրների պաշտոնյաների կողմից, որպեսզի միջամտեն և մեր հարցին լուծում տան։ Որքանով է իրատեսական, որ կարծական են ձեր այս բարձրաձայնած խնդրին եվրոպացի առաջնորդները։ Սպասում եք, որ կարծական։ Մեծ ակնկալիքներ ունենք, այո, իհարկե սպասում ենք, մեր հույսները մինչև այսօր չի մարել և չի էլ մարելու։ Ինչքան ողջ ենք, եթե մեր խնդիրը լուծված չի, այդ հույսը միշտ էլ մնալու է։ Ակնկալում ենք, եթե ասում են կա կնքված պայմանագիր խաղաղությանը վերաբերվող, մենք հույս ունենք, որ խաղաղության պայմաններում պետք է լուծվի ցանկացած հումանիտար հարց, այդ թվում նաև մեր հարցը։ Հույս ունենք, այո, իհարկե։